Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Թպատում, Սասունա ծռեր, պատմեց ալաշկերտցի Կարապետ Թամոյանը, գրի առավ 1932 թվականին Կարապետ Մելիք Օհանջանյանը։ Սանասար և Ադրամելիք։ Ժամանակով Ասորեստանին մե թագավոր կեղնի, անուն Սենեքերիմ։ Էդ թագավոր ուժեղ կեղնիկ ու կա Հայաստան։ Են ժամանակ հայոց թագավոր կեր, անուն Խաչիկ, Փամբախու ձոր կաբրեր։ Խաչիկ թագավոր ուներ մե սիրուն աղջիկ, անուն Արմաղան։ Էդ տվավ Սենեքերիմ թագավորին թագուհի։ Սենեքերիմ առավ բերեց իրեն թագուհի։ Աղջկա մոտեն եղավ երկու հատ տղա, մեկի անուն Սանասար, մեկին Ադրամելիք։ Մի օր մի ժամանակ Սենեքերիմ թագավոր կռապաշտներու հետ կռիվ կենե, կառնի մեծ զորքով կելնի կերթա այդ մարդու վրեն կռիվ։ Կռվու ժամանակ Սենեքերիմ թագավոր կհաղթվի։ Կելնի կկանչե իրեն կրքերուն, որ գան իրեն ազատեն այդ դուշմանի ձեռքից։ Կրքեր օգնության չեն հասնի։ Մեկ անգամ էլ կսա էլի չեն հասնի։ Մեկ անգամ էլ կսա ով կրքեր, հագյա դունձի ես թշնամու ձեռքից ազատեք, իմ երկու տղեն ձեզի մատաղ կիտամ, են վաղտ սատանեն կուգա էդ մարդ կազատի։ Երբ որ կազատի կուգա իր տուն կասա կնիկ, իմ տղեկներ կրքերուն մատաղ եմ ասեր, պետք է իմ տղեկներ տանիմ մատղիմ, որ ինձ թշնամուց ազատերեն։ Կնիկ ասավ, թագավոր դու գինաս, իմալ գինաս էմալ էրա։ Գողտուլ էին քրիստոնյա էր, ուր տղեկլ է քրիստոնուտ են սորվեցրեր էր։ Գողտու երկու գուրս շինել տվեց, իրեն տղեկներուն սորվեցուց։ Լաո, ձեր հեր կտանի ծզի կրքերուն մատղա, ինչ որ կսիմ, դու պետք է անձի լսեք, ձեր հեր կսա արեք պարկեք մատղիմ, դու է լսեք հերիք, դու պարկիք ու կրքերուն աղոտ կերա, որ քու մատաղ գաբուլ եղնի, երբ որ կգզի, գերզով կզարգեք, ձեր հեր կսպանեք, շուտ կփախնեք կիգակ ընձի մոտ։ Եվ ղորդ որ էդ բան եղավ։ Տղեկ ելան կնացին կրքատուն, հեր բերեց որ տղեկ մատղետ, տղեկսին ուրանց հեր պարգավ, գուրզով զարգինը սպանինս հեր, ու փախանեկան թեպուրանց մեր։ Մերն էլ երկու ձի պատրաստեր էր, ձենովոհան լե ուր հետ վերցուցին, փախան Փամբխուձոր ուր հոր տուն։ Եկան ուրենց հոր տուն Խաչիկի մոտ, Խաչիկ իշխան հարցուց ասավ, աղջի լաո, էդ ուր եկա արես վաղտ, աղջիկ ասավ, ձեր պեսեն թագավոր, իմ տղեկ կրքերուն մատաղ տվավ, իմ տղեկ թաքուն առեր իմ եկեր իմ, հեր ասավ, հայք ու աչքեր կորնա, դու նորեդերիր ասորիկ կիկան, Հայաստան կկոտորին կարնին կերթան, ես կզի չեմ կրնա պախա։ Աղջիկ ասավ, հեր բասիմ ալենիմ, իմ ալ գինաս էրա լաո, ուր գուսիս պախի գնա, ես կզի իմ տան չեմ կրնա պախա։ Արմաղանի ու մուտ կդրավ հոր մոտից, առավ ուր երկու տղեն, ձենովոհան, քերիթորոս ու մի քանի ազգականներ Հայաստանից փախան գնացին, շատ գնացին քիչ ասված գինա, քերիթորոս խելոք մարդեր, վճռեց ուր որ լավ տեղ եղնի ենտեղ տուն շինա։ Օրերուց մեկ օր հասան մշուդաշտ, ու սարի մոտ մեղրագետի քով աշկեց, որ մեկ ուրիշ բարակ ջուր սարեն կիկա, կզարգազ մեղրագետ կնցնի, մեկ էլ կթարնա մեղրագետ նոր կերտա։ Իսկ քերիթորոս ուր մեջ կմեզա, էս ջուր խմող Ազրայել մարդ կդառնա։ Ենոնք խոսքեր մեկ երեցին, էս ջրի գլուխ որտեղ եղնի ենտեղ մեր տուն շինինք նստինք։ Էլան, էդ սարի գլուխ աշկեցին, գնացին էդ աղբրի ակ գտան, ու բերեցին քար վրքարի դրեցին, սուն վրսան շինեցին, անուն Սասուն դրեցին։